դու աստվածաբան չես, նույնիսկ եթե կարդում ես զուտ որպես գիտակից մարդ Մայրաթորի հայտարարությունը, որ կարգալուց եղած հոգևորականը իրավունք չունի որևէ ծիսակատարություն, որևէ խորհուրդ կատարելու, դա կլինի պսակի խորհուրդ, դա կլինի մկրտության խորհուրդ, դա կլինի պատարագի խորհուրդ, դա կլինի ուղղակի որևէ կարգ քրիստոնեական, դա կլինի թաղում, նրա արած որևէ կարգ, որևէ խորհուրդ վավեր չէ հայ եկեղեցու կողմից։ Դրա մասնակիցներն անիծում են այդպիսի կարծիք է հնչում։ Մասնակիցները չեն անիծվում, ոչ էլ անեծքի տակ են ընկնում, ուղղակի այո, հաղորդություն են ստանում, որը որ օրինակ չգիտեմ, իրենցից յուրաքանչյուր մեկը կարող է դա տալ, եթե այդպես վերցնենք, որովհետև եթե դու օծվում ես եկեղեցու քահանա, Մայրաթորի իշխանությունը, եկեղեցու իշխանությունը տրված է քեզ գործելու որպես հոգևորական, այդ նույն իշխանությունը վերցվում է քեզանից, որովհետև դու այլևս իրավունք չունես քահանայագործելու, հետևաբար որևէ մեկը իրավունք չունի կարգալուց լինելուց հետո որևէ ծիսական արարողություն անելու։ Հետևել եք կադրերը, տեսել եք Հովաննավանքում ինչա կատարվում։ Այո, սկզբից մտածում էի, թե որևէ բան գրել դրա մասին, բայց իրականում լացս եկավ։ Իրականում, այո, ինքը մենակ չէր այնտեղ, ինքը իր հետ էին նաև մարդիկ, ովքեր որ էլի դուրս են Մայրաթորից, սարկավակներ, սարկավակ կար ընդեղ ես տեսա, որը որ համացանցում հայտնի է իր հայոյախոսությամբ, կողքը կանգնած էր։ Այսինքն ես մի անգամ մի առիթով ես վերջերս գրել էի սոցիալական էջերից մեկում իմ, Facebook-ում ավելի ճիշտ, որ իրենց մատուցած պատարագից հետո այդ խորանը պետք է 7 օր գինով եւ մեռոնով լվացվի, որովհետեւ դա սրբապղծություն է։ Ինչ են փորձում անել եկեղեցու ներսում այլ եկեղեցու հիմնել, առանձնանալ Մայրաթորից, ինչ են անում Հովաննավանքում։ Հովաննավանքում այս պահին կատարվում է մի բան, որը որ հայ եկեղեցում երկար ժամանակ նմանատիպ բան չի եղել։ Այսինքն փորձում են հակաթոռ ինչ-որ մի բան ստեղծել, բայց ինչպես որ մի անգամ Հովաննավանքի այսօրվա հոգևորականներից նշանակված Տեր Մանուկը ասեց, եթե նույնիսկ վեհապառին բանտարկեն, բանտը կլինի վեհարան։ Սա միանշանակ է, բայց կարծում եմ, որ հայ եկեղեցին դարեր շարունակ գոյատևել է եւ նմանատիպ փոթորիկներ, նմանատիպ քամիներ հայ եկեղեցու գլխով վաղուց անցել են եւ իրենց, այսպես ասած, խոփը քարին է հանդիպել։ Մայրաթորը այն վեմն է, որին որ կպնում ու փշրվում է։